Վերադարձ հայ հոգևոր երաժշտության ակունքներին։ Նյումեգը վերածնունդ հիմնադրամի հետ վերահրատարակել է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից Մակար Եկմալյանի Սուրբ Պատարագի երգեցողությունը գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 1896 թվականին Լայպցիգում։ Եկմալյանի պատարագը հայ հոգևոր երաժշտության շրջադարձային ստեղծագործություններից է։ Կոմպոզիտորը հայ հոգևոր երգը հասցրեց նոր հարթության։ Եվրոպական երաժշտական արվեստում բազմաձայնությունն արդեն հայտնի էր, հայ հոգևոր երաժշտության մեջ այն նորություն էր։ Եկմալյանի ստեղծագործությունը հայ եկեղեցու պատարագային երգասացությունների առաջին բազմաձայնված օրինակն է, որը Ղրիմյան հայրիկի հայրապետական տնօրինությամբ ընդունվել է հայ եկեղեցու պաշտամունքերգության մեջ եւ այսօր էլ հնչում է հայկական եկեղեցիներում։ Բացառիկ վերահրատարակություն, որն արժեքավոր աղբյուր է ու գիտական հենք երաժշտագետների, խմբավարների, հայ հոգևոր երգի կատարողների ու եկեղեցու համար։ Մակար Եկմալյան, երգեցողություն Սրբոց Պատարագի, գրքի գլխավոր գործընկեր, Վերածնունդ հիմնադրամ։ Մենք վերադարձանք եւ դիտեցինք Մակար Եկմալյանի երգեցողություն Սրբո Պատարագի գրքի անոնսը, գիրքը վերահրատարակել է Նյումեգը Վերածնունդ հիմնադրամի աջակցությամբ։ Այո, գիրքը ներկայացնելու համար զրուցելու ենք Կոմիտասի Թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Հարությունյանի հետ, բարի առավոտ, եւ երաժշտագետ, միջնադարագետ Մակար Եկմալյանի գրքի մասնագիտական խմբագիր Գայանե Ամիրաղյանի հետ։ Բարի առավոտ։ Շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, Գայանե, բոլորս կարծում եմ շատերս ծանոթ ենք Եկմալյանի գործերին եւ պատարագների ժամանակ բազմիցս իհարկե դրանք լսել ենք, կխնդրենք ասել այս գիրքը ինչ է տալու եւ մասնագիտական առումով մասնագետներին եւ իհարկե արվեստասերներին արդեն։ Շնորհակալություն հրավերի համար եւ այս հնարավորության համար։ Իհարկե, ինչպես ճիշտ նշեցիք, բացառիկ արժեք ունի Մակար Եկմալյանի պատարագը եւ մեր երաժշտության պատմության մեջ տեսեք 1896 թվականին է հրատարակվել, այսինքն արդեն 130 տարի գոյություն ունի այս գիրքը եւ իր հրատարակման պահից սկսած մինչ օրս սա համարվում է մեր առավել պահանջված, առավել կիրառելի, առավել տարածված գործերից մեկը Եկմալյանի։ Ինչու այդպես եղավ, քանի որ դեռևս 1895 թվականին, երբ Մակար Եկմալյանը ստեղծեց այս իր գլուխգործոցը, կարող ենք ասել, այն ժամանակվա ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ առաջին Ղրիմյանի հատուկ կոնդակով այս ստեղծագործությունը թույլատրվեց կատարել եւ հրատարակել։ Այսինքն սա հատուկ կոնդակ ունի իր կատարման համար եւ հենց այն ժամանակ լայնորեն տարածվեց եւ ընդունվեց մեր բոլոր եկեղեցիներում։ Այն ժամանակ ուրեմն Եկմալյանը գրեց Պետերբուրգում, սկսեց ստեղծել Պետերբուրգում այս ստեղծագործությունը, հետագայում նաեւ Թիֆլիս տեղափոխվեց եւ այն ժամանակվա ռուսական կայսրության բոլոր, այսինքն այն ժամանակվա, այսինքն հայաբնակ տարածքներում, համայնքներում եւ այսօր էլ եւ Բուն Հայաստանում եւ Սփյուռքի բոլոր գաղթօջախներում սա ամենահաճախ կատարվող պատարագն է։ Այսինքն եւ կիրակի օրերին եւ հատուկ տոնորերին, երբ որ պատարագի արարողություն կա, ծեսի ընթացքում կատարվում է հենց այս առավել հաճախ, իհարկե ոչ միայն սա, բայց առավել հաճախ հենց այս պատարագն է կատարվում։ Եկմալյանի պատարագը։ Շատ լավ, զուտ փոքրիկ լրացում, ինչու էր այս հրատարակության այսպես անհրաժեշտությունը հասունացել, այսքան տարածված լինելով, պատարագի ուրեմն հատորները արդեն սակավաթիվ էին։ Ընթացքում այս 130 տարվա ընթացքում վերահրատարակվել է Եկմալյանի պատարագը, բայց ամբողջ տեսքով չի վերահրատարակվել։ Այսինքն Մակար Եկմալյանը ի սկզբանե գրել էր այս հատորում ներառված է 3 կազմերի համար տարբերակներ՝ եռաձայն արական, քառաձայն արական եւ քառաձայն խառը երգչախմբերի համար, եւ ավելի հայտնի է, այսպես ասենք, քառաձայն խառը երգչախմբի տարբերակը, որն էլ ավելի հաճախ վերահրատարակվել է։ Իսկ այստեղ մենք խնդիր ենք դրել, նպատակ ենք դրել այն ժամանակ Վերածնունդ հիմնադրամի հետ ամբողջական տեսքով, այսինքն այնպես ինչպես Անդրանիկ 1896 թվականի Լայպցիգի հրատարակությունն էր, բոլոր 3 տարբերակները եւ
առավելագույնս մոտ այս Անդրանիկ հրատարակությանը վերահրատարակվել է։ Շատ լավ, իսկապես սա կարևոր արժեք է մեզ համար։ Հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը Լիլիթ, ինչ նշանակություն ունի այս հրատարակությունը նախ հոգևոր եւ մշակութային ժառանգության համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այս գրքի նշանակությունը, որովհետև արդեն հասկացանք մոտավորապես իր դերը ընդհանրապես երաժշտության պատմության մեջ, բայց մեր ժամանակակից կյանքում ինքը եւս շատ մեծ դեր ունի եւ հրատարակելուց էլ դեռևս 2017 թվականին մենք գիտակցում ենք դրա կարեւորությունը, որովհետև ինքը բացի արժեքավոր երաժշտական նյութ պարունակելուց, Կարինեն իհարկե չնշեց, բայց ինքը շատ արժեքավոր նաև երաժշտագիտական խոսք է իր մեջ պարունակում։ Այսինքն գիրքը ունի նախաբան, ընդլայն նախաբան, որտեղ պատմվում է առհասարակ պատարագի մասին, Եկմալյանի պատարագի մասին, նաև իհարկե խմբագրի խոսք ունի, որտեղ բացատրվում է հրատարակության առանձնահատկությունները։ Դրանից հետո երաժշտությունից հետո եւս կա կարևոր տեքստ, որը արդեն ավելի մասնագիտացված շրջանակին գուցե հետաքրքրի կամ ավելի այն շրջանակիներ, ինչու՞ չէ նոր տեղեկություններ հաղորդի վերլուծական ակնարկ եւ այս ամբողջը ամենակարևորն այն է, որ երկու լեզվով է, եւ հայերեն եւ անգլերեն, ինչպես նաեւ նոտաների հրատարակությունը եւ հայատառ է գրված եւ տառադարձությամբ, տրանսլիտերացիայով, այսինքն մարդկանց համար, ովքեր հայերեն չեն կարդում։ Նույնիսկ մենք շատ լավ գիտենք, որ կան հայեր, որ հայերեն խոսում են, բայց հայերեն չեն կարդում։ Ինչքան տխուր է հնչում բնականաբար։ Ախտոջախներում օրինակ, Սփյուռքում օրինակ։ Այո, դե լատինատար հայ որը իրենց կոգնի ճիշտ երկել գրափար տեքստը, պատարագը, իսկ պատարագը մենք արդեն հասկացանք, թե ինչքան պահանջված է ամենտեղ, մարդիկ նույնիսկ կարող է հայերեն չիմանան, նույնիսկ չխոսեն, բայց պատարագ գնան երկեն։ Գայանե, դուք ինչպես նշեցիք, առաջին անգամ գիրքը լույս է տեսել 1896 թվականին Լայպցիգում, եւ հետաքրքիր է, թե ինչ կարևոր նշանակություն ուներ դա հայկական հոգեվոր երաժշտության տարածումը եւ հրատարակումը հենց Եվրոպայում։ Ինչպեսի նշանակություն ուներ։ Նախ մի փոքր հետ գնամ, եւ ձեր հարցին էլ իհարկե կպատասխանեմ։ Տեսեք, այո, հայ հոգեվոր երաժշտության պատմության մեջ սա իրոք բացառիկ ֆենոմեն էր։ Այսինքն մի փոքր մասնագիտական տերմինների մեջ չմտնելով, ասենք ինչ արեց Եկմալյանը։ Տեսեք, մեր հոգեվոր երաժշտությունը ավանդաբար միաձայն է։ Այսինքն մենք ասում ենք մոնոդիկ մասնագիտական տերմինով, բայց միաձայն է։ Դա մեր առանձնահատկությունն է մեր երաժշտության։ Եվրոպական երաժշտությունը բազմաձայն է։ Հիմա Եկմալյանը փաստորեն մեր այս ավանդական 4-5-րդ դարից մեզ հասած պատարագի ավանդական մեղեդիները խնդիր ուներ համադրելու այս եվրոպական երաժշտության հետ, այսինքն ոճապես իրարից բավական հեռու երկու երևույթները նա պիտի միաձուլեր։ Եվ սա շատ մեծ ստեղծագործական խիզախություն էր կարող ենք ասել, որովհետև իրենից առաջ հիշենք, որ դեռ Կոմիտասը ակտիվ ասպարեզ չէր մտել եւ Եկմալյանն էլ Կոմիտասի ուսուցիչներից մեկն էր եւ Եկմալյանը մինչ Կոմիտասյան շրջանում փաստորեն այս առաջին կարևոր քայլը արեց, այսինքն այդ նախահիմքը դրեց, որից հետո Կոմիտասին համեմատաբար ավելի հեշտ էր շարունակել, նա արդեն բազա ուներ։ Ուրեմն Եկմալյանը մեծ վարպետությամբ այս մեր ավանդական հոգեվոր մեղեդիները համադրեց եվրոպական արտահայտչամիջոցների լեզվամտածողության հետ եւ դա արեց շատ նրբանկատ ձևով, որպեսզի չխաթարվեն այդ ավանդական մեղեդիները եւ սա եւս ձեր հարցին պատասխանելով, սա եւս ոչ միայն այն փաստն է, որ Լայպցիգում հրատարակվեց ու դրանով մենք Եվրոպային առնչություն ունեցանք, այլ հենց նրանով, որ Եկմալյանը բազմաձայնեց եւ եվրոպական երաժշտության հետ միաձուլեց հայ երաժշտության առանձնահատկությունները, դրանով եւս մենք եվրոպական կոմպոզիտորական արվեստին առնչվեցինք, այսպես ասած, այս գործի փաստով։ Եվ զարմանալի չէ, որ ընտրեցին հեղինակավոր հրատարակություն Լայպցիգի Բրայկոպֆունդ Հերտել հրատարակչատունը, որ այսօր էլ մեծ հեղինակություն ունի։ Ուրեմն նոտային տեքստը շարել են այնտեղ, բառատեքստը, պատարագի բառային տեքստը գրափարով ավանդական շարել են Մխիթարյանների Վիեննայի Մխիթարյանների միաբանության տպարանում։ Եվ ուրեմն այդ Եկմալյանը ինքը հսկում էր Լայպցիգում այդ աշխատանքին, իսկ մեր նշանավոր լեզվաբան բանասեր բառարանների հեղինակ Ստեփանոս Մալխասյանցը Վիեննայում էր տեքստի հրատարակությանն էր հետևում եւ կարծում եմ անկարևոր չի այստեղ հատուկ տիտղոսաթերթում նշել են այդ Թիֆլիսահայ Մեկենասի ազգանունը Մեղվինյանի ծախսերով է հրատարակվել, պատկերացրեք իր այդ քայլով նա պատմության մեջ մտավ այս բարերարը եւ նրա ծախսերով
եւ այդ 1896 են ասում, բայց եթե տեսնեք բավական լավ տպագրական որակով, որակյալ թղթով, հիմա էլ, այսինքն ընտիր թանակով արված շատ բարձրակարգ տպագրություն է 1896-ինը, ուղղակի քանի որ երկար տարիներ եւ չի, այսինքն զուտ քանակը արդեն դեֆիցիտ է, այսպես ասած։ Այնպես որ եւ փաստորեն պատարակով մենք հայ հոգեվոր երաժշտությունը առնչակցվեց եվրոպական դասական երաժշտությանը բազմաձայնվելու փաստով եւ արդեն Եվրոպայում հրատարակվելով իհարկե դա որակը բնականաբար բարձր որակը ապահովված է։ Հաճախ ասում են օրինակ, որ Եկմալյանը այն կամուրջն էր, որը միավորեց հայկական եկեղեցական ավանդույթը եվրոպական կոմպոզիտորական մտածողությանը։ Դուք ինչ գնահատական եք տալիս։ Դա հենց ճիշտ այդպես է, պարզապես նա սկսեց, այսինքն Եկմալյանը առաջիններից մեկն էր, որ դա արեց բավական բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Նշեմ, որ Եկմալյանից առաջ փորձեր եղել են պատարակը բազմաձայնելու, օտարազգի երաժիշտներ են եղել, հայեր են եղել Միխիթարյան միաբանությունից, բայց Մակար Եկմալյանը ինչով էր այսպես ամենահարմար եւ բանիմաց մարդկանցից մեկը, տեսեք, նա Վաղաշապատում էր ծնվել, հոգեվոր երաժշտության կրթություն էր ստացել, շատ լավ տիրապետում էր հայ հոգեվոր երաժշտության ավանդույթին, նա ճեմարանում էլ է դասավանդել, մասամբ նաեւ սովորել է Գևորգյան ճեմարանում եւ հետո գնաց Պետերբուրգ բարձրագույն երաժշտական կրթություն ստանալու Պետերբուրգի կոնսերվատորիայում, այսինքն նա ժամանակի առաջնակարգ եվրոպական մակարդակի կրթություն ստացած կոմպոզիտոր էր, որը հիանալի նաեւ եվրոպական ներողություն, հայկական ավանդական երաժշտությանը գիտեր եւ այսինքն նա լիովին իրավունք ուներ այդ աշխատանքը անելու, հիմք ուներ նա դա բարձր մակարդակով անելու, ինչն էլ ստացվեց եւ հետո արդեն մեկ մակարդակ այլ ուր բարձրությունից Կոմիտասը հետո հետևեց նրան եւ արդեն Կոմիտասն էլ իր պատարակը ստեղծեց։ Այո։ Լիլիթ, ի վերջո մեզ լուսավոր եք ասեք այս գիրքում համար է մասնագետների, թե ուղղակի երաժշտությամբ հետաքրքրվողները կարող են շատ հանգիստ վերցնել կարդալ հոգեվոր դասական երաժշտությամբ հետաքրքրվողները։ Ես կարծում եմ, որ ամենաշատը հենց երգողների համար է, որովհետև պատարակ արդեն ասեցինք, երգում են բոլորը, նույնիսկ կարող են երաժիշտ չլինել, իրենց համար է։ Ես շատ կուզեմ, որ ուսանողների ձեռքի տակ ընկնի, որովհետև իր մեջ շատ ուսուցողական բան կա։ Միայն այս գրքին ծանոթանալով այնքան բան կարող են իմանալ հոգեվոր երաժշտության մասին եւ գործնական եւ տեսական կողմերից, որ արդեն, այսինքն ցանկալի է, որ սա երգողները ունենան, խմբավարները ունենան անպայման, ովքեր որ ղեկավարում են պատարակը, երգչախմբերն են ղեկավարում, անպայման ուսումնասիրողները, երաժշտագետները ծանոթանալու համար հայ հոգեվոր երաժշտությանը, ինչու՞ չէ, կարող է սա որոշակի քայլ լինել նրանց համար։ Այսինքն սա բացարձակ ես կարծում եմ, որ ունիվերսալ հրատարակությունը բոլորին է պետք։ Մշակութային ժառանգության պահպանման հարցում հետաքրքիր է այս գիրքը միայն մեզ համար է կարևոր, թե նա ունի նաև համաշխարհային ժառանգություն կամ համարժեք։ Միանշանակ ունի միջազգային նշանակություն, որովհետև հստակ փաստ է հետաքրքրությունը հայ երաժշտության, հայ մշակույթի նկատմամբ համաշխարհային առնվազն գիտական հանրության կողմից։ Դե գոնե այն փաստը, որ հայերն են առաջին քրիստոնյաները եւ հոգեվոր երաժշտությունն էլ այստեղ եւ ընդհանրապես խորանում ես արդեն հասկանում ես թե ինչպիսի մշակույթ են ձևավորել ընթացքում եւ դարերի խորքից եկած, բարձ է որ նաեւ այդ հետաքրքրությունը իսկապես կտածվի նաեւ մեր պատարակների տեսանկյունից։ Հաստատ տածվում է առհասարակ հայ մշակույթի, հայ երաժշտական մշակույթի նկատմամբ եւ գրքի բնույթը, երկլեզու բնույթը ամեն հնարավորություն ստեղծում է, որ ցանկացած հետաքրքրվող այդ իր տեղեկությունները կարողանա քաղել։ Այո։ Դե շնորհակալություն ձեզ այսպեսի մեկնաբանությունների համար, մենք եւս մեկ անգամ վերհիշեցինք Եկմալյանին, ցանկություն առաջացավ ինչու ոչ մասնակցել պատարակի, որպեսզի արդեն կենթանի ձևով լսենք այս երաժշտությունը, ձեզ շատ շնորհակալություն, հաճելի էր մեզ զրուցել այս թեմայի մասին։ Ձեզ եւս շնորհակալ ենք։ Դե զրուցում ենք Կոմիտասի Թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Հարությունյանի եւ երաժշտագետ, միջնադարագետ Մակար Եկմալյանի գրքի մասնագիտական խմբագիր Գայանե Ամիրաղյանի հետ։ Նյումեգը վերածնունդ հիմնադրամի հետ վերահրատարակել է Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից Մակար Եկմալյանի Սուրբ Պատարակի երգեցողությունը գիրքը։ Այո, եւս մեկ գիրք, որը ներկայացնելու ենք հայ նկարիչ Հարություն Կալենցի կյանքի եւ գործունեության մասին է լինելու։ Նյումեգը Friends ծրագրով լույս է տեսել Հարություն Կալենց Գույնի ձևը գիրքը։ Դիտենք գրքի անոնսը, տեսանյութը կլինի անմիջապես գովազդից հետո կխոսենք հյուրերի հետ։
20-րդ դարի հայկական կերպարվեստի ամենաինքնատիպ ու ամենաքիչ բացահայտված արվեստագետը, որի ստեղծագործական ուղին ձգվում է Լիբանանից մինչև Հայաստան, անցնելով ցեղասպանությունից փրկված մանկության, Բեյրութի մշակութային կյանքի, խորհրդային արվեստի գաղափարական սահմանափակումների և միջազգային ճանաչման միջով։ Մեծ նկարչի կյանքի, արվեստի ու մի ամբողջ դարաշրջանի մասին մեծ կտավի ուսումնասիրություն, որ հրատարակել է ֆրանսիական ամենահայտնի հրատարակչությունը՝ Սկիրան։ Երբեք չուսումնասիրված արխիվներ, անձնական նամակագրություն, ընտանեկան հուշեր, թանգարանային և մասնավոր հավաքածուներ, 150-ից ավելի ստեղծագործություն, էսքիզներ, բացառիկ փաստաթղթեր և լուսանկարներ։ Համապարփակ ուսումնասիրությունն արել են արվեստաբաններ Վարդան Կարապետյանն ու Մարի Թոմբը կալենցին նորովի հասկանալու, ոչ կոնֆորմիստական արվեստի պատմությունը ճանաչելու և հայ նկարչի ժառանգության համամարտկային արժեքն իմանալու համար։ With how we each of us met Galens in New Megant Friends ծրագրով ներկայացնում ենք Սկիրա հրատարակչության բացառիկ հուշագրության ալբոմը «Կալենցի կենսագրությունն ու կտավները», գույնի, ձևի, ստեղծագործական որոնումների, գաղափարական պայքարի, հիշողության ու արվեստի ազատության կոնտեքստում։ Հարություն Կալենց, գույնի ձևը, համահեղինակներ Վարդան Կարապետյան, Մարի Թոմբ։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, դիտեցինք անոնսը, շատ հետաքրքիր էր։ Մենք այսօր խոսելու ենք Հարություն Կալենցի մասին, գույնի ձևը գրքի մասին, գիրքը հրատարակվել է Սկիրա հրատարակչությունը։ Այն կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայկական մշակույթի հանրահռչակման և պահպանման տեսանկյունից, այլ նաև համաշխարհային արվեստի համար։ Թե ինչու, մեզ կպատմի արվեստաբան, համակարգող Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Խնդրում ենք մեզ ասել, թե ինչ նշանակություն ունի հայ մշակութային կյանքի համար այս գիրքը եւ քանի որ Սկիրան է հրատարակում է միայն համաշխարհային արվեստագետների ստեղծագործությունները եւ անդրադառնում է, այո, խնդրում եմ պատմել մի փոքր։ Նախ եւ առաջ պետք է նշեմ, որ իրոք Սկիրայի կողմից հրատարակված ցանկացած գիրք շատ մեծ արժեք ունի եւ մեր մշակույթի համար էլ շատ ծանրակշիռ է նման մենագրության կարելի ասել լույս ընծայումը եւ Հարություն Կալենցը հենց այն արվեստագետներից է, ով իրոք համաշխարհային հանրահռչակման արժանի հեղինակ է, ով մեր 20-րդ դարի կերպարվեստի ամենաայսպես կարկառուն ներկայացուցիչներից է, չնայած ժամանակի ընթացքում ոչ այդքան շրջանառված, տասնամյակներ շարունակ մի քիչ մոռացված եւ ակտիվորեն նրա մասին սկսվեց նորից խոսվել թե արվեստաբանական, թե արվեստասերների շրջանակներում, սկսած 2000-ականների վերջին, 2010-ականներին, երբ նրա որդու Սարո Կալենցի շնորհիվ նաև բացվեց Կալենց թանգարանը ժամանակին, հետագայում արվեց մեծ ցուցադրություն 100-ամյակին նվիրված ազգային պատկերասրահի Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հենց Կալենց թանգարանի հետ համագործակցությամբ 2013 թվականին արեց կրկին շատ կարևոր ցուցադրություն Հարություն Կալենցի արվեստը ներկայացնող եւ այդ իմաստով հիմա կրկին Սկիրայի կողմից արդեն ներկայացնել այդ թվում Ջանիբեկյան կոլեկցիայի ընդգրկումը, այլ մասնավոր կոլեկցիաների ներառումը, ընտանեկան նոր արխիվային նյութեր, կարևոր շատ տեքստեր եւ միանշանակ շատ կարևոր է, որ նման հրատարակություն կա եւ դա եղավ իհարկե Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ եւ տեքստերն էլ մեջը բավականին տարաբնույթ տեսանկյուններից են ներկայացնում այս ժառանգությունը, թե համաշխարհային կոնտեքստում, թե լոկալ, այսինքն Վարդան Կարապետյանը եւ Մարի Թոմբը համխմբագրել են գիրքը, բայց նաեւ մեջը հոդվածներ կան, որ հեղինակել է Մարի Թոմբը, Սիլվիա Բուրինին Կաֆոսկարի համալսարանից եւ ես ներկայացնելով խորհրդային ժամանակաշրջանը ավելի հստակ 1946-ից 1967 թվականները եւ իրականում սա թե շնորհանդեսը Փարիզում, թե սրանից ընդամենը 2 ամիս առաջ նաև մայիսի վերջում Կաֆոսկայի համալսարանում Վենետիկում հատուկ մի
կոնֆերանս անցկացվեց Հարություն Կալենցին ներկայացնելու համար եւ այս գիրքը եւս մեկ անգամ ներկայացնելու համար եւ այնտեղ էլ տարբեր ելույթներ ունեցան, թե տեղացի արվեստաբանները, թե մեր Երևանից մի շարք հեղինակներ եւ արվեստաբաններ, ինչպես Վիգեն Գալստյանը, ես, Մարինե Հարոյանը եւ խոսեցին Կալենցի ժառանգության տարբեր, այսպես ասած, կոնտեքստների մասին, այո, եւ իհարկե հիմա երբ խոսում ենք արդեն Սկիրայի հրատարակության մասին, միայն ուրախություն, այսպես հպարտություն է զգում, որ Հարություն Կալենցը համաշխարհային, կարելի ասել, մշակութային քարտեզի վրա շատ կարևոր տեղ է գրավում։ Եվ այս գիրքն էլ հուսով եմ շատ կտարածվի, թե այստեղ, թե արտերկրում եւ արդեն հայ ավելի այսպես արդի շրջանի, ազգային մոդեռնիզմի, կարելի ասել ձևավորման շրջանի մեր հեղինակը իր տեղը գրավի եւ հայ կերպարվեստը նաեւ այդ տեսանկյունից կներկայանա աշխարհում։ Հետաքրքիր է ինչ նշանակություն ունի Կալենցը համաշխարհային արվեստի համատեքստում։ Ինչ գնահատականներ են տալիս, դուք ասացիք, որ շփվել եք նաև Եվրոպայում ցուցահանդեսի ժամանակ նրան ներկայացնելով, հետաքրքիր է ինչ արձագանքներ եք լսել միջազգային արվեստասերներից։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք հայ կերպարվեստի մասին 20-րդ դարի, համաշխարհային կոնտեքստում այն այդքան տարածված չէ։ Ընդհանրապես, երբ հայ վիզուալ մշակույթի մասին ենք խոսում, ավելի շրջանառված է ինստիտուցիոնալ առումով ավելի ներկայացված է հայկական միջնադարը, քրիստոնեական ժառանգությունը, կլինեն դա խաչքարեր, մեր ճարտարապետությունը, մանրանկարչությունը, այո, բայց երբ խոսքը գնում է 19-րդ դարի, 20-րդ դարի, այդ կոնտեքստը կարծես նոր է բացահայտում եւ Կալենցը հենց այդ հեղինակներից մեկն է, ում նորեն բացահայտում։ Այսինքն, երբ մենք խոսում ենք ինչպիսի ընկալում են աստանում, երբեմն պետք է հասկանալ, թե ինչ կոնտեքստում են նրան վերաբերվում։ Այսինքն, երբ մենք նայում ենք խորհրդային միջավայրում նման արվեստը, հենց այդ միջավայրի մեջ է այս արվեստը հատուկ տեղ ստանում, որտեվ եթե նույն հեղինակները նայեն համաշխարհային կոնտեքստի նույն շրջանակում, նույն ժամանակահատվածում, գուցե այդ արժևորումը չստանա, բայց երբ նայում ես այս կոնտեքստում եւ արդեն տեսնում ես այն վիզուալ լեզուն, որ կա, որ շատ մոտ է ավելի ֆրանսիական մոդեռնիզմին, եւ հաշվի առնելով թե Կալենցը որտեղից էր եկել, ընդհանրապես այդ հայկական կերպարվեստի համար Սփյուռքի արվեստագետների ներդրումը 50-ական 60-ական թվականներին ինչպիսին է եղել եւ Կալենցը նրանցից մեկն է եղել, այդ իմաստով շատ մեծ կարեւորություն է ստանում։ Այսինքն մասնագետները, ովքեր կարողանում են վերլուծել եւ զատել մեկը մյուսից, տեսնել հենց խորհրդահայ կոնտեքստում, խորհրդային մեծ կոնտեքստում այս արվեստը ինչպիսին է եւ հենց նախնական այդ տեսահոլովակում որ եղավ, այնտեղ խոսած նոն-կոնֆորմիզմի մասին, որովհետեւ այսպես իրականում քաղաքական իմաստով այս արվեստագետներին, ովքեր ավելի լիբերալ են եղել, ավելի ազատ են եղել, խորհրդային միության ընդհանուր այդ համակարգի համեմատությամբ, նոն-կոնֆորմիզմը մի քիչ շատ սուր բառ է, բայց պետք է նկատի ունենալ, որ այս արվեստագետների նոն-կոնֆորմիզմը դրսևորվել է հենց ազատ նկարչությամբ, որ ավելի մոտ է եղել, ավելի այսպես խորհրդային պաշտոնյաները կոչում էին դա ֆորմալիզմ, այսինքն այն արվեստը, որտեղ պրոպագանդա չկա, գաղափար չկա, սոցիալիստական ռեալիզմի այդ հիմունքները որևէ ձև ներկայացված չեն, սոցիալիստական կյանքը արտացոլված չէ, այն գաղափարախոսությունը, որ կար դրված նկարիչների միության հիմքում եւ այլն, ապա այդ բոլոր արվեստագետները, որտեղ ֆորմալ մասը շատ կարևոր էր, այսինքն այդ ազատությունը հայ կերպարվեստում հենց խոսում էր նոն-կոնֆորմիստական մտածողության մասին, այսինքն այն արվեստագետները ինչպիսին Կալենցն էր, որովհետեւ նա տեղափոխվել է Հայաստան 1946-ին եւ շուրջ 10 տարի իր մոտ եղել է բավականին այսպես անկումային շրջան, որովհետեւ ինչպես շատերը ոչ միայն արվեստագետներ, այլև այն Սփյուռքից մարդիկ, ովքեր շատ այսպես այդ գովազդը կար խորհրդային իրականության, երկրորդ աշխարհամարտից հետո, հայրենական պատերազմից հետո, որ հաղթանակած երկիր եւ հատուկ պրոպագանդա էր տարվում Սփյուռքում, որպեսզի հայրենադարձություն լինի, եւ շատերը չհասկանալով ինչ իրավիճակ են գնում, այդ թվում Կալենցը, հայտնվեցին հենց խորհրդային բավականին խիստ բարքերի կոնտեքստում, այդում քաղաքական եւ բախվեցին այդ երազներից լրիվ իրենց վարդագույն ակնոցներից, այո, վարդագույն ակնոցներից անմիջապես ձերբազատվեցին եւ Կալենցը
այդ պատճառով 10 տարի շուրջ չէր կարողանում նույնիսկ ստեղծագործել։ Այսինքն ինքը նկարիչների միության անդամ չէր դառնում, նրան ֆորմալիստ էին անվանում, ոչ միայն իրեն, այլև իր կնոջը Արմինե Պարոնյանին, Արմինե Կալենցին եւ միայն Ստալինի մահվանից հետո 53 թվականից հետո 56 թվականին երբ այդ անհատի կարգավիճակը քննադատվեց, անհատի կուրքի քննադատությունը եղավ, միայն դրանից հետո այդ թվում ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի աջակցությամբ նոր կապերի հաստատման շնորհիվ, որոշակի ազատականացման շնորհիվ այդ ձնհալի շրջանի երբ եղավ 50-ականների վերջում 60-ականների սկզբում, նա էլ ունեցավ իր այսպես ծաղկուն շրջանը, չնայած չհասցրեց ամբողջությամբ դա վայելել, որովհետև բավականին վաղ կյանքից հեռացավ, այսինքն ենթադրվում է, որ նա ծնվել է 1910 թվականին, որովհետև դե ցեղասպանության ժամանակ է եղել, փորձել է ծնողներին եւ այո, հստակ թվականը ենթադրում է, որ 1910 թվականին է ծնվել եւ նա կյանքից հեռացել է, այսինքն 57 տարեկան հասակում մոտավորապես 1967 թվականին եւ չի հասցրել այդ իր նոր ստացված հաջողությունը, որ ցուցահանդեսներ ունեցավ թե Երևանում, թե Մոսկվայում, թե Լենինգրադում, նա սկսեց ակտիվ շրջանառվել այսպես ասած ռուսական մշակութային, խորհրդային մշակութային էլիտայի եւ ոչ միայն մշակութային, այլև գիտական որոշակի շրջանակներ, որտեղ Արտեմ Ալիխանյանը որպես ֆիզիկոս բազմաթիվ ինտելեկտուալներ էր բերում արվեստանոցը Կալենցի եւ նրանք ձեռք էին բերում իր աշխատանքները, պատվիրում էին նրան դիմանկարներ, այսինքն այսպես շատ բուրըն շրջան էր իր համար սկզբում եւ հենց այդ ամենա կարելի ասել բարձրակետում նա կյանքից հեռացավ։ Դրա մասին մանրամասն պատմում է իր կին Արմինե Կալենցը իր Ներերինց հարություն գրքում, որի մասին նաեւ խոսվում է հենց այս սքանչելի հրատարակությունում Հարություն Կալենց գույնի ձևը։ Գրքիր է։ Պարոն Եսայանց, դուք նաև Իտալիայում մասնակցել եք Կալենցին նվիրված գիտաժողովին, շատ հետաքրքիր է, թե ինչ կարծիքներ, մեկնաբանություններ կան եւ ինձ նաև հետաքրքրեց, թե ինչու է գիրքը անվանվել գույնի ձևը, ինչ հետաքրքիր մեկնաբանություն կա Կալենցի գույների մեջ, որ նմանատիպ վերնագիր մենք էինք նաև կիրառել 2013 թվականի մեր ցուցադրության ժամանակ Գաֆիսյան արվեստի կենտրոնում, որովհետև այստեղ սկզբից վերնագրից խոսեմ, ինձ թվում է այն կարևորությունը կա, որովհետև գույնն ու ձևը պատմական իմաստով միշտ կարծես իրարից բաժանված են եղել, որպես ֆորմաները ստացվում են, չգիտեմ, գունաստվերը, լուսաստվերային մոդելավորման արդյունքում, հետագայում այդ ամենը ավելի կարծես գունային ֆորմաների շնորհիվ ավելի տափակ դարձավ, խորություն եւ ծավալներ կարծես չկան, բայց այնպիսի արվեստագետներ, ինչպիսին Կալենցն են, նա կարողանում է գույնի միջոցով նաեւ այդ ծավալն ու ֆորման ստանալ։ Դրա համար ստացվում է կարծես ձևի գույնը, այսինքն գույնի ձևը, այսինքն գույնը ինչպես է ձև ստանում։ Այսինքն ինչպես կարելի է գույնի միջոցով տարբեր երանգային փոխանցումների միջոցով, վրձնահարվածի համապատասխան ժեստերի միջոցով այդ ֆորմաներով, կարպես քանդակային գույները ստանալ ծավալ, այսինքն որ տափակ երկչափ քառանկյունի վրա տեսնես եռաչափ խորություն, չնայած օրինակի համար տենց ակադեմիական իմաստով լուսաստվերային մոդելավորում չես կիրառում, այլ գույներով է ստանում այդ խորությունը գունային տարբեր բաժանումների միջոցով։ Երբ նայում եք Կալենցի թողած ժառանգությունը, կարելի է տեսնել ինչպես է գույնի ձևը փոխվում, այսինքն ինչպես է գույնը ձև դառնում եւ ստանում ավելի այլ բովանդակություն։ Եվ հենց այս տեսանկյունից նաև եղան հետաքրքիր ելույթներ նույն Վենետիկում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, այնտեղ նշանաբանային վերլուծություն եղավ նրա լիբանանյան շրջանը ներկայացնող ելույթ, Վիգեն Գալստյանը ներկայացրեց ինչպես է Հայաստանում իր ստեղծագործությունները ձեռք բերվել թանգարանների կողմից պետական ինչպիսի քաղաքականություն է վարվել ժամանակին խորհրդային միության ժամանակ, երբ ձեռք են բերել տարբեր արվեստագետների ստեղծագործություն եւ Կալենցի օրինակով է ցույց տրվել ինչ հատկապես ինչ աշխատանքներ էին կոլեկցիան մտնում եւ ես էլ արդեն խոսեցի հենց այդ խորհրդային ժամանակաշրջանի մասին 1946-ից 67 թվականները թե այդ հայրենադարձության կոնտեքստի, թե հետագա իր ծաղկման եւ տարբեր, այսպես ասած խնդիրների մասին, որ նա ունեցել է, խոսեցի նաև այն մարտահրավերների մասին, որ ընտանեկան եւ արվեստային իմաստով է նա ունեցել այդ ժամանակաշրջանում եւ փորձել է կարծես հաղթահարել եւ որպես արվեստագետ կանալ, որտեղ ինքը Լիբանանում բավականին արդեն հայտնի հեղինակ էր 30-ականների վերջին 40-ականների սկզբում, այսինքն այնպես չի, որ ինքը
եկել էր այստեղ հաստատվելու որպես նկարիչ, ինքը 1939 թվականին ձևավորել է Նյու Յորքի Լիբանանի տաղավարը, այսինքն որպես հայ արվեստագետ տեղացի ինքն է ընտրվել եւ 40-ականներին աշխատել է նույնիսկ ֆրանսիական զինվորական ներկայության հետ է աշխատել այնտեղ իրենց համար ձևավորել է։ Մի խոսքով այսինքն ինքը բավականին այսպես հայտնի եւ կայացած արվեստագետ է, պատկերացրեք ինչ իր համար հարված է եղել, երբ 46 թվականին եկել է Հայաստան եւ այդ վիճակը տեսնելով այնքան ազդել է դա իր հոգեվիճակի վրա, որ գրեթե 10 տարի նա շատ քիչ է ստեղծագործել եւ չի ցուցադրվել կարծես։ Ես ընդհանրապես Լիբանանը պատկերացնում եմ որպես Սփյուռքի Գյումրի, որտեղ Լիբանանը շատ լիբանանահայեր, իսկապես արվեստագետներ են, ընդհանրապես Լիբանանը հայերի մասով շատ արվեստագետներ է տվել եւ որոնցից մեկը փաստորեն Հարություն Գալենցն է։ Հետաքրքիր է Մարի Տոմբը եւ Վարդան Կարապետյան, ովքեր որ կազմել են գիրքը, ինչ մանրակամասն տեղեկություններ կամ ինչ արխիվային նյութեր են ընդհանրապես օգտագործել եւ զետեղել գրքում, որ ավելի նշանակալի է դարձնում այս գիրքը։ Նախ առաջին անգամ այսպես հրատարակում են նամակագրությունները որոշակի, որ նա ունեցել է թե մոսկովյան շրջանակների հետ, թե տարբեր այն նոր դեմքերի հետ գրողներ, գիտնականներ, ում հետ նա ծանոթացել է առաջին հերթին Արտեմ Ալեխանյանի շնորհիվ։ Իսկ երևի ամենաայդպես հետաքրքիր նյութը դա է զուտ ընթերցողի համար։ Հանդիպեցին նաև Մարիա Պլիսեցկայի հետ, այո, նրա հարաբերությունները Մարիա Պլիսեցկայի հետ եւ այդ շրջանակները, որտեղ նա երկու պորտրետ է ստեղծել Մարիա Պլիսեցկայից եւ սա իրականում այդ առումով էլ է շատ կարեւոր, որ առաջին անգամ հրատարակվում են այդ պորտրետների գունավոր լուսանկարները։ Ես ինքս երբ սրանից շուրջ 15 տարի առաջ ուսումնասիրում էի Կալենցին, այդ լուսանկարները տեսել էի միայն սև-սպիտակ, հին ինչ-որ հրատարակություններում, խորհրդային ժամանակաշրջանում, նույնիսկ չգիտեի դրանք օրիգինալ որտեղ են գտնվում։ Այսինքն այն հսկայածավալ աշխատանքը գիտական եւ հետազոտական, որ իրականացրել է Վարդան Կարապետյանը եւ Մարի Տոմբը նաեւ լույս են սփռում այնպիսի հատվածների վրա նրա կենսագրական եւ արվեստային, որ միջև հիմա որևէ ձև ներկայացված չեն եղել։ Այսինքն սա ամենահամապարփակ երևի մենագրությունն է Հարություն Կալենցին ներկայացնող եւ ոչ միայն կենսագրական, այլև յուրահատուկ նշանաբանային վերլուծության տեսանկյունից, ինչպիսին կատարում է իր պորտրետների միջոցով Սիլվիա Բուրինին։ Այսինքն իրոք գանձ է այս հրատարակությունը եւ լավ է, որ այն կարող է շրջանառվել եւ հասանելի լինել ոչ միայն տեղացի, այլև արտասահմանցի ընթերցողներին, որտեղ անգլերենով է։ Այո։ Եվ որակը հրատարակության հետ դրա մասին շատ լավ առանձին է, թե լուսանկարները, թե այդ արխիվային նյութերը։ Ես ինքս այստեղ ծանոթացա բազմաթիվ նոր լուսանկարների, այսինքն այստեղ կան նույնիսկ այնպիսի նյութեր, ինչպիսին են օրինակ Բորիս Պետրովսկու տանը տեղի ունեցած այսպես բնակարանային ցուցադրությունը, որ Լենինգրադում է եղել եւ Կալենցի ինչպիսի գործեր են այնտեղ ցուցադրված եղել, նույնիսկ այդ նյութը կարելի է այստեղ տեսնել։ Քանի որ նշեցիք, որ Կալենցը տարբեր մշակույթների հետ է բախվել, ասացիք Ֆրանսիա, այստեղ Լիբանան, շատ հետաքրքիր է իր ստեղծագործությունների վրա ինչպիսի ազդեցություն է ունեցել այդ մշակութային տարբեր բախումները։ Ինչ ենք մենք տեսնում հենց նկարների միջոցով։ Ինչպես արդեն նշեցի, քանի որ շատ էին սփյուռքահայեր գալիս 40-ականներին եւ 50-ականներին, եւ պետք է նկատի ունենալ, որ նրանցից շատերը հենց Հայաստան էին ժամանում, այսպես ասած, միջին արևելքի երկրներից, ինչպես են Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, այդքան էլ միջին արևելք չի, գնայք, բայց այս երկրները, նույն Իրաքը, նրանք ժամանակին, քանի որ եղել են նաեւ ֆրանսիական գաղութներ, ապա այնտեղ շատ ակտիվ էր հենց ֆրանսիական մշակութային ազդեցությունը, որը այսպես յուրահատուկ խմորվում էր, ինչ-որ նոր նյութ էր ստանում տեղական արվեստային ավանդույթների հետ միասին։ Այսինքն արևելքի եւ արևմուտքի յուրահատուկ խառնուրդ էր դառնում եւ Կալենցը, եթե նայում եք նրա լիբանանյան շրջանի եւ խորհրդային շրջանի աշխատանքները, տեսանելի են ընդհանուր գծել, բայց տեսանելի նաեւ հատկապես գունային տարբերությունը։ Եվ այստեղ իհարկե, եթե Կալենցի մասին ենք խոսում, դա հիմնականում մենք պետք է հիշենք ֆովիզմը, որտեղ ինք ֆովիզմը Անրի Մատիսի
ժամանակաշրջանում ֆով տերմինը նշանակում է վայրի, վայրենի, այդ վայրենի գույները, որոնք շատ վառ են եւ իրականության մեջ կարծես գոյություն չունեն, բայց այդ ոչ իրական գույներով ստանում են շատ իրական պատկերներ։ Եվ Մատիսին եւ իր մի շարք գոլեգաներին ժամանակին այդպես են անվանել որպես վիրավորանք, վայրենիները, բայց դա դարել է հենց այդ ուղղության գլխավոր տերմինը ֆովիզմը եւ Կալենցի մոտ կարելի է տեսնել ֆրանսիական ֆովիզմի մեծ ազդեցությունը։ Ինչ որ չափով ավելի վաղ շրջանի գործում իմպրեսիոնիստական բաներ կային, որտեղ ինքը ֆրանսիացի այսպես մենտոր է ունեցել, ով նրան աջակցել է, ինքը երբեք իրականում այսպես ասած գեղարվեստական բարձրագույն կրթություն չի ստացել։ Այսինքն ինքը զուտ ունեցել է կարճաժամկետ որոշակի կրթական մոդելներ կամ այսպես ասած վարպետներ, ովքեր իր հետ աշխատել են, որոնցից մեկը օրինակ Օնիկ Ավետիսյանն էր եւ այդ ազդեցությունները իր աշխատանքների մեջ հետագայում երևացել են, բայց հիմնականում դա եվրոպական 20-րդ դարի սկզբի ավանգարդին ավելի հղում կատարող են, բայց ինքը դրանց տալիս էր այսպես ասած տեղային ազգային որոշակի շունչ, որը եթե ծանոթանք իր աշխատանքներին անմիջապես նկատել է։ Նրան շատ կարելի է համեմատել օրինակ նույն Սարյանի հետ, շատերը այդ համեմատությունը տեսնում են, բայց գունային ֆորմայով, բայց դա շատ նախնական առաջնային տպավորություն է։ Այսինքն դա զուտ վիզուալ ասոցիատիվ տպավորություն է ոչ խորքային, որտեղ նրանք շատ տարբեր նկարիչներ են։ Դե ժամանակաշրջանը շատ տարբեր են նրանց արվեստը եւ այս իմաստով էլ է հետաքրքիր ուսումնասիրել Կալենցին, որովհետեւ մենք շատ ենք խոսում գույնի կարևորության մասին հայ կերպարվեստում, դա Սարյանից է գալիս, Սարյան, Կալենց, Մինաս, հետագայում Աշոտ Հովանեսյան կամ Վրույր Գալստյան, այսինքն այդ վառ գույների եւ գույներով ֆորմաներ ստանալու այդ ավանդույթը եւ այդ ազգային մոդեռնիզմի զարգացումը, որ մի քիչ ավելի համընկավ Կալենցի ուշ շրջանի հետ 60-ական 70-ականներին ավելի ակտիվ եղավ, բայց պետք է նկատի ունենալ, որ նրանք բոլորը շատ տարբեր են եւ Կալենցի մոտ մոտեցումը շատ ավելի կամերային է, շատ ավելի ինտիմ է, ես կասել նույն պորտրետների դեպքում, բնության հետ հարաբերության դեպքում, նատյուրմորտների դեպքում, դա դիտողի եւ ստեղծագործության միջև մի քիչ այլ կապ է ստեղծում, քան օրինակ Սարյանի դեպքում, որտեղ Սարյանի մոտ այդ մոնումենտալ մի տեսակ նույնիսկ դիտողի նկատմամբ այսպես գերակա վիճակ կա, ինչը Կալենցի մոտ ավելի բացակայում է եւ ավելի շագերտների մեջ կասած դեմոկրատ արվեստագետ է, որտեղ ավելի մտերմիկ ես դու զգում, ավելի մոտ են քեզ կանգնած նույն այն մարդիկ, ովքեր իր պորտրետներում իրենց տեղը գտնում են։ Եվ այս իմաստով էլ շատ յուրահատուկ է Կալենցի ժառանգությունը եւ այս գրքի մեջ դա լավագույնս ներկայացված է եւ շատ կարեւոր է որ մասնավոր կոլեկցիաների գործեր են այստեղ զետեղված, որովհետեւ դրանք մեծ հաշվով հասանելի չեն, ինչքան էլ շատ ինստիտուցիաներ, այդ թվում Գաֆիսյան արվեստի կենտրոն, մենք փորձում ենք մասնավոր կոլեկցիաների հետ աշխատել, հատուկ ծրագիր ունենք ցուցադրությունների եւ այս պարագայում էլ երբ մենք 2013-ին անում ենք Կալենց Թանգարանի հետ էր, բայց նաեւ համագործակցություններ հենց ընտանիքի հետ։ Սա Ջանիբեկյան collection։ Միայն դա չէ, այսինքն մասամբ Ջանիբեկյան կոլեկցիան է ներկայացված, բայց ամբողջն է ներկայացված, թե ազգային պատկերասրահից աշխատանքներ կան, թե ժամանակից արվեստի թանգարանից Երևանի, թե Կալենց ընտանիքից, թե Ջանիբեկյան կոլեկցիայից, թե այլ կոլեկցիաներից ամբողջ աշխարհից, տարբեր քաղաքներից, որտեղ որ հնարավոր է եղել գտնել եւ ներառել, այստեղ զետեղված են այդ ստեղծագործությունները եւ իրոք լավագույնս Կարություն Կալենցի մասին կարելի է կարծիք կազմել հենց այս գրքին ծանոթանալով։ Արմեն, Գաֆեսյան արվեստի կենտրոնում այս պահին ցուցադրվում է Կալենց, թե Կալենք, քանի որ մենք այսպես մշտական հավաքածու չունենք, որը ներառում է Կալենցին, մեր ժամանակավոր նախագծերի միջոցով ենք մենք ներկայացնում հայ կերպարվեստը, ապա չէ, այս պահին չկա, բայց Կալենցից աշխատանքներ ներկայացված են ազգային պատկերասրահի հիմնական ցուցադրության մեջ, որը վերաձևավորվեց շուրջ 1-2 տարի առաջ, որ նորից բացվեց եւ արդեն Կալենցից նոր գործեր են այնտեղ ներկայացված՝ ի տարբերություն նախկին էքսպոզիցիայի, որ ուրիշ ստեղծագործություններ կան։ Ազգային պատկերասրահում շատ լավ ստեղծագործություններ կան, հիմնականում պորտրետներ, այդ թվում Վալենտին Ախմարայի պորտրետները այնտեղ կամ այո, Լիբանանյան շրջանից քիչ աշխատանքներ կան Հայաստանում, բայց կան ու այդ թվում մասնավոր կոլեկցիաներում եւս պահպանվում են եւ նույնիսկ բարբերաբար կարելի է ինչ-որ համաշխարհային աճուրդներում տեսնել Կալենցի նույն Լիբանանյան շրջանի ստեղծագործություններից։
Շատ շնորհակալություն մանրամասն շատ բազմաբովանդակ զրույցի համար։ Մենք էլ բացահայտեցինք իսկապես շատ բաներ նկարչի մասով։ Դե սիրելի հեռուստադիտողներ, ձեզ էլ խորհուրդ ենք տալիս իսկապես նախ այցելել թանգարաններ, Գաֆեսճան եւ դրանպես ազգային պատկերասրահ բացահայտել Հարություն Գալենցին, հայ ազգի ֆանտաստիկ արվեստագետ եւ բնականաբար արդեն կա Սկիռա հրատարակչության այս հրաշալի փաստորեն ձեռնարկը, որի մեջ կգտնեք բազմաթիվ տարբեր ժամանակաշրջանների տարբեր գործեր Հարություն Գալենցի ձեռամբ։ Շնորհակալություն Արմեն։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեզ լավ օր։ Զրուցում ենք արվեստաբան, համադրող Գաֆեսճան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի հետ։ Զրույցի թեման 20-րդ դարի հայկական կերպարվեստի ամենաինքնատիպ արվեստագետներից մեկի Հարություն Գալենցի մասին գիրքն է Հարություն Գալենց Գույնի ձևը գիրքը հրատարակել է Սկիռա հրատարակչությունը, որը նմանատիպ գրքեր է հրատարակել նաև Պիկասոյի, Մատիսի եւ շատ այլ հայտնի նկարիչների մասին։ Այո, Հարություն Գալենց Գույնի ձևը գրքից բացի մենք ձեզ նաև ներկայացրինք հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից մեկի Մակար Եկմալյանի պատարագը, որը հրատարակվել է Նյումեկ հրատարակչության եւ Վերածնունդ հիմնադրամի կողմից։ Այս երկու գրքերն էլ դուք կարող եք գնել Թումանյան 35 հասցեում գտնվող G-Space-ում գտնվող Նյումեգի բուկսալոնից։ Կարող եք պատվիրել նաև newmeg.am կայքից։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եւ շնորհակալություն Նյումեգին եւ բոլոր գործընկերներին, որ հնարավորություն են տալիս մեզ բոլորիս բացահայտելու տաղանդավոր եւ մեծամեծ հայերի, ովքեր կերտել են պատմություն եւ հարստացրել են մեր մշակույթն ու արվեստն ու դրա ժառանգությունը։ Այս հետաքրքիր կարևոր գրքերի մասին զրույցներից հետո այս պահին առաջարկում եմ կարճատև դադար առնել